Մենք շարունակում ենք եթերը եւ պիտի շտապենք ներկայացնել մեր հաջորդ հյուրերին, որոնք արդեն տաղավարում են, բայց նախ խոսենք այն թեմայի մասին, որի շուրջ զրուցելու ենք նրանց հետ։ Եվ այսպես Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնը վերակազմավորվում է երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի։ Շակերտները դեռ չենք բացի եւ մեր բոլոր հարցերը կուղենք հյուրերին։ Եվ այսպես մեր հյուրերն են Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի տնօրեն դերասան Արսեն Ազիզյանը, բարի լույս, եւ Մարտիկ ներկայացման բեմադրիչ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս Մարիկա Դովլաթբեկյանը։ Բարի լույս, շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք հենց մեզ հետ։ Մենք շնորհակալ։ Տեսնենք ամենասկզբից, նախ խոսենք թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում թատրոնում եւ առհասարակ ինչու որոշվեց նման ուղղությամբ շարժվել առաջ։ Իրականում, քանի որ բոլորին հայտնի է, որ համազգային թատրոնը եւ թատերական ինստիտուտի ուսանողական թատրոնը մի հարկի տակ էին աշխատում երկար տարիներ եւ արդեն շուտով համազգային թատրոնը կտեղափոխվի իր նոր շենք, եւ որը որ ավելի լայն հնարավորություն կտա ուսանողական թատրոնին իր գործունեության մեջ եւ այս գաղափարից ելնելով մենք որոշել ենք ստեղծել Երևանում մեր հենց այսպես ասած ուսանողական թատրոնը ենթարկել ենք մի փոքր ռեբրենդինգ ենք արել եւ արդեն կկոչվի, ինչպես նշեցիք, երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն եւ որը կլինի բաց հարթակ բոլոր շրջանավարտների, երիտասարդ ստեղծագործողների համար, ովքեր իրենց խելագար, բայց գրագետ մտքերը կկարողանան արտահայտել հենց այդ հարթակում։ Եվ այդ գաղափարի առաջին քայլը հենց Մարիկա Դովլաթբեկյանի հետ համագործակցությունն էր իր Մարտիկ ներկայացմամբ, որի մասին կարծում եմ Մարիկան ավելի լավ մանրամասն կպատնի, բայց մինչ այդ ուզում հասկանամ ինչպես կմեկնաբանեք էքսպերիմենտալ բառը։ Էքսպերիմենտալ, այսինքն ինքը կնշանակի, որ թույլատրելի է ցանկացած ամեն ինչ, իհարկե գրագիտության սահմաններում եւ այսպես ասած այդ սահմանափակ ազատության մասով։ Բայց ամեն դեպքում վստահաբար կլինեն նոր հետաքրքիր բեմադրություններ, գուցե նոր ձևաչափեր, որոնք նախկինում քանի որ մեզ մոտ ինստիտուտը ինքնին արդեն լաբորատորիա է եւ ամեն տարի, եթե ոչ ամեն ամիս այնտեղ ինչ որ բան կատարվում է նոր ներկայացումներ եւ օրինակ այս մեխանիզմով դիպլոմային աշխատանքներից լավագույնները կընդգրկվեն մեր խաղացանկ եւ մենք արդեն կունենանք հստակ ձևավորված թարմ խաղացանկ երիտասարդական շնչով, մտքով եւ որի կարիքը կարծում եմ մեր քաղաքը ունի։ Եվ այս տրամաբանությամբ կփորձենք շարժվել առաջ։ Անցնենք Մարտիկ ներկայացմանը։ Ինչու հենց այդ անվանումը, ինչի մասին է պատմելու ներկայացումը։ Ուրեմն ներկայացման հիմքում ընկած է մի շարադրություն, որը գրել է աուտիզմ սինդրոմ ունեցող մի տղա։ Այդ շարադրությունը մենք փորձել ենք մարմնի լեզվով ներկայացնել Ռուբեն Բաբայանի արվեստանոցի ուսանողներն են խաղալու, որտեղ ես աշխատում եմ։ Կարծում եմ շատ հետաքրքիր պլաստիկ երաժշտական ներկայացում է ստացվել, որտեղ ընդգրկվել են նաև կոնսերվատորիայի ուսանողներ, երաժիշտներ եւ միասին համագործակցելու ընթացքում ստացվեց ներկայացում, որը եղավ այս թատրոնի բացման ներկայացումը։ Որն է կարևոր ասելիքը ներկայացման։ Իրականում ներկայացումը շատ ասելիքներ ունի, ամեն մի տեսարանը իր գաղափարով, իր ասելիքով է, բայց իմ հիմնական նպատակը նա էր, որ ես իմ ռեժիսորական ամբիցիաները մի կողմ դնեի եւ հասկանայի ուսանողները ինչի կարիք ունեն, իսկ այս տեքստը հնարավորություն է տալիս, որ ցանկացած էմոցիաներ, ցանկացած ապրումներ մարդկային կարողանան իրենք ապրել եւ այսինքն չկա ինչ-որ կոնկրետ կերպարներ, բոլորը մարդիկ են, որոնք ապրումներ ունեն եւ ամեն մի տեսարան ինչ-որ յուրահատուկ մի ապրում է։ Եվ այդ ապրումները շատ են լինում մարդկանց մոտ։ Շատ կարեւոր է նշել, որ ինչու հենց այս տեքստը, որովհետեւ երկար ժամանակ աշխատում եմ աուտիստ երեխաների հետ եւ ինձ համար շատ կարեւոր է, որ հասկանանք, որ աուտիզմը դա հիվանդություն չէ, դա ուղղակի աշխարհայացք է։ Ու այս տեքստը երբ հնչում է, կարծում եմ շատ բարձ զգացում եմ, որ այս մարդը շատ տաղանդավոր կարող է շատ տաղանդավոր գրող լինել, այլ ոչ թե նա հիվանդ մարդ է, այսպես ասած։ Մեր ընդհանրությունների մասին է, այսպես ասած։ Ինչպիսին է աշխատանքը ձեզ համար ուսանողների հետ այսօր, առհասարակ ինչպիսին է նրանց հետաքրքրվածությունը ոլորտի նկատմամբ եւ ինչպես կգնահատեք նրանց ներգրավվածությունը այս ամենում։
Դե ի սկզբանե սա եղել է, այսպես ասած, դասապրոցեսի քննություն, որը դարձավ ներկայացում, որովհետև ուսանողները շատ բաց էին, շատ sense ոգեշնչված են եւ շատ օգնում էին ինձ, շատ տաղանդավոր ուսանողներ են եւ ես արդեն երկար ժամանակ այն ինստիտուտում դասավանդում եմ ու շատ ուրախ եմ, որովհետեւ միշտ ուսանողներից սովորելու բան կա, որովհետեւ միշտ նոր սերունդը sense քեզ երիտասարդ է պահում, այսպես ասած, եւ ավելի թարմ ես կարողանում նայել աշխարհին եւ այսօր ինչ է տեղի ունենում իրենց աչքերով, որպես ռեժիսոր ես կարծում եմ դա շատ կարեւոր է։ Իսկ հետաքրքրվածությունը ոլորտի նկատմամբ կարծես թե չի նվազում, հակառակը միայն ավելանում է։ Չէ, ավելանում է։ Սա էլ է շատ կարևոր։ Ինչ նոր նախագծեր եք նախատեսում առաջիկայում։ Քանի որ հիմա Հայաստանում գտնվում է անվանի ռեժիսոր Վլադիմիր Բայչերը եւ Թատերական ինստիտուտի ռեկտոր Սարան Ալբանդյանի հրավերով գտնվում է մեր բուհում եւ այնտեղ անցկացնում է տարբեր կուրսերի հետ վարպետաց դասեր։ Հիմա ունենք մի նոր գաղափար նրա հետ ստեղծել նոր ներկայացում եւ ներկայացման մեջ ընդգրկված կլինեն պրոֆեսիոնալ դերասաններ տարբեր թատրոններից, համազգային թատրոնից, Սունդուկյան թատրոնից, Գոյի թատրոնից, Մալյան թատրոնից եւ այսպես պրոֆեսիոնալ դերասանների եւ ուսանողների սինթեզով կունենանք նոր զիլ ներկայացում, վստահ եմ ասում, որովհետեւ ծանոթ եմ արդեն գործին եւ աշխատանքները ընթանում են եւ շոշափելի են արդեն այն սպասելիքները, թե մենք ինչ կունենանք առաջիկայում, չեմ ուզենա շատ շակերտները բացեմ, նշեմ դերակատարներին եւ այլն, թողնենք դա անակնկալ, բայց ամեն դեպքում սա լավ առիթ է Երևանյան իրականության մեջ թե մեր բուհի ուսանողների համար եւ թե պրոֆեսիոնալ դերասանների համար, քանի որ առիթ է ստեղծվում շփվելու նոր հետաքրքիր եւ ավելի միգուցե մեր իմացածից մի քիչ այլ ձեռագրի հետ։ Դուք որպես դերասան եւ նաեւ թատրոնի ղեկավար հիմա, արդյոք այդ դժվարությունները շատ են։ Չէ, իրականում Թե ավելի շատ օգնում է հասկանալով դերասաններին, ել ավելի ճիշտ գնահատելով։ Գտիր աշխատանք, որ սիրում ես եւ ողջ կյանքդ չես աշխատի, այս սկզբունքով կարծում եմ մեկը մյուսին լրացնում է եւ հետաքրքիր է աշխատել մանավանդ ուսանողների հետ, որովհետեւ ինչպես Մարիկան նշեց, իրենք իսկապես միշտ քո միտքը ավելի թարմ են պահում եւ մեծ եռանդ են ներշնչում։ Այս իմաստով մեկը մյուսին կարծես թե չի խանգարում եւ կարծում եմ, որ որպես դերասան էլ ընդգրկված կլինեմ մեր աշխատանքների մեջ եւ այսպես Չի դուժի դերասանական կարիերան։ Միանշանակ։ Այո։ Մարիկան, նոր նախագծեր, նոր բեմադրություններ սպասվում են առաջիկայում։ Սպասվում են, հիմա մի քանի առաջարկ ունեմ, որ sense մտածում եմ որ ընդունել, բայց դեռ տենց կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, դեռ մտքերով եմ։ Դեռ շատ փակագծերը չենք բացում։ Ինչ ակնկալիքների արձագանք ունեք առասարակ այս ներկայացման առումով հանդիսատեսից։ Այս ներկայացումը մենք արդեն խաղացել ենք։ Որպես հանձնում, այսպես ասած, խաղացել ենք։ Առաջնախաղը եղել է։ Այո, բայց չէ, կարելի է այսպես ասել, որ առաջնախաղը կլինի ապրիլի 15-ին, ժամը 19:30, նա դիտարկենք որպես, այսպես ասած, քննություն հանձնում, հա, որպես մեր խաղացանկի համալրում։ Կարծում եմ շատ լավ արձագանք է եղել եւ դա ինձ sense վստահություն է ներշնչում, որ ես հանգիստ լինեմ։ Ներկայացումը կենթանի երաժշտությամբ է, ինչպես ասացինք, կոնսերվատորիայի ուսանողների եւ մեր ուսանողների համատեղ աշխատանք է, պլաստիկ եւ շատ վառ գունավոր աշխատանք է կատարված եւ ամենաոգևորողը այս ամեն ինչի մեջ, որ խաղում են առաջին կուրսի ուսանողները եւ պիտի մեծ ոգևորությամբ ասեմ, որ վստահաբար լինելով առաջին կուրս այս ներկայացումը չի զիջում մեր մյուս պրոֆեսիոնալ թատրոններում գործող ներկայացումների։ Եվ ամենակարևորը շատ կարևոր թեմայով է լինելու ներկայացումը։ Ամենաբարդը բեմադրության մեջ ո՞րն է եղել ձեզ համար այս ընթացքում եւ որքան ժամանակ եք աշխատել։ Բուն sense ներկայացումը ստեղծվել է ձմեռային արձակուրդներին, երբ ուսանողները չէին հանգստանում, այլ գալիս էին ինձ մոտ փորձերի, այսինքն 10 օր, բայց մինչ այդ եղել է արդեն ինչ որ աշխատանք տարված եւ բայց այդ 10 օրում նոր երաժիշտներն են միացել իրենց գրաֆիկով, մեր ուսանողները իրենց գրաֆիկով ամենաբարդը եղել է
20 հոգուն նույն ժամին նույն վայրում հավաքելը, այո, եւ որ դա այնպես անել, որ աշխատանքը չտուժի ու այդ պրոֆեսիոնալիզմը երևա, որ լյուբիցիլսկի թատրոն չլինի։ Եվ կարևոր է ներկայացման մեջ, քանի որ մենք այսօր շատ ներկայացումներ ունենք մեր իրականության մեջ, որը որ վերացական, այսպես ասած, ինչ-որ խնդիրների կամ խնդիրների մասին է բարձրաձայնում, բայց առանցքը կորցրած է, այսինքն այն, որ պետք է միտված լինի մարդու մասին, հենց մարդը լինի առանցքը այդ ստեղծագործության եւ կարծում եմ այս ներկայացման մեջ հենց մարդն է, վերնագիրը ինքնին արդեն խոսում է դրա մասին եւ այս իմաստով եւս շատ տպավորիչ աշխատանք է կատարված ներկայացնել մարդուն, մանավանդ երբ հեղինակը հատուկ առանձնահատկություն ունեցող երեխա է եւ իր աշխարհայացքը փոխանցել է։ Այո։ Իսկ այդ շարադրությունը Մարիկա ինչպես է ձեզ մոտ հայտնվել։ Քանի որ աշխատում եմ աուտիստ երեխաների հետ, շատ եմ ուսումնասիրում եւ այդ ուսումնասիրությունների մեջ գտա այդ շարադրությունը եւ շատ երկար ժամանակ ապրում այդ շարադրության հետ ու անդադ գիտեի, որ պիտի մի ձև ինքը արտահայտվի ու շատ կարծում եմ շատ ճիշտ տեղում ինքը արտահայտվեց, որովհետեւ ուսանողների հետ շատ ճիշտ ոնց որ գտանք ֆորման այս տեքստի, այո։ Իսկ ներկայացումը նաև ներգրաված կլինի արդեն խաղացանկում վստահ եմ, այսինքն մարդիկ հնարավորություն կունենան գալ տեսնել եւ հետեւել ներկայացմանը։ Միանշանակ, սա առաջին ներկայացումն է եւ վստահ եմ այս տարի հիմա արդեն դիպլոմային աշխատանքների շրջանն է եւ վստահ եմ, որ այնտեղից եւս ներկայացումներ կընդգրկվեն խաղացանկում, ինչպես նաեւ ինչպես Բայչերի օրինակով մեր մյուս նախաձեռնություններ կլինեն հարստացնելու մեր խաղացանկը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք վայրը, ժամը, օրը։ Ապրիլի 15-ին ժամը 19:00 Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում։ Մեծ մնում են հաջողություն մաղթել այս նախաձեռնությանը, վստահ ենք, որ հաջողելու եք եւ վստահ ենք, որ իրականում դեռ շատ առիթներ կունենանք մեր տաղավարում հանդիպել եւ խոսելու նոր ու սպասվող ներկայացումների մասին։ Շնորհակալ ենք մեր տաղավարում իրենք արվելու համար։ Մենք էլ շարժվենք առաջ։ Այո, շնորհակալություն եւ շարժվենք առաջ։ Եվ վերադառնանք։